Միջազգային տիեզերական գործակալությունների և արտակարգ ծառայությունների հրապարակած արբանյակային պատկերները ցույց են տալիս Եվրոպայում ստեղծված ճգնաժամային իրավիճակը։ Այն տարածքները, որոնք սովորաբար ծածկված էին անտառներով, այժմ քարտեզների վրա երևում են վառ կարմիր և մուգ երանգներով, վկայելով լայնածավալ հրդեհների և ծայրահեղ բարձր ջերմաստիճանի մասին։ Եվրոպական միության Կոպեռնիկուս ծրագրի և ՆԱՍԱ-ի տվյալներով Ֆրանսիայի ու Իսպանիայի տարածքով հարյուրավոր կիլոմետրեր ձգվում են ծխի հսկայական շերտեր, իսկ ջերմային սենսորները միջերկրական ծովի ողջ ավազանում ֆիքսում են բաց կրակի հազարավոր ակտիվ օջախներ։ Այս պատկերը ձևավորվել է վերջին 2 ամսվա բնական աղետների հետևանքով, երբ հարավային և արևմտյան Եվրոպան պատեց վերջին տասնամյակների շոգի ամենաերկարատև ալիքը։ Շաբաթներ շարունակ օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճան Ցելսիուսը, հանգեցնելով բուսածածկույթի խիստ չորացման, իսկ հուլիսին սկսված ուժեղ քամիները հանգեցրին կրակի արագ տարածմանը, ինչի հետևանքով կարճ ժամանակում մայրցամաքում այրվեց ավելի քան 434 հազար հեկտար անտառ։ Ստեղծված իրավիճակի հետևանքով վտանգավոր շրջաններից անվտանգ վայրեր է տեղափոխվել ավելի քան 350 հազար մարդ, այդ թվում հազարավոր զբոսաշրջիկներ։ Միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում երկրի պատմության մեջ խաղաղ ժամանակների ամենամասշտաբային տարհանումն է գրանցվել, իսկ Հունաստանի Կրետե կղզում մինչև 100 կմ/ժ արագությամբ քամիների պատճառով բնակչությանը տարհանել են ծովային ճանապարհով։ Աղետի դեմ պայքարի ընթացքում զոհվել են հրշեջ փրկարարներ։ Անտառային հրդեհների պատճառով Տուր դը Ֆրանս հեծանվավազքի եզրափակիչ փուլը 133 կիլոմետրից կրճատվել է 89-ի, որպեսզի մրցավազքի անվտանգությունը ապահովող ոստիկաններն ու շտապօգնության ծառայությունները տեղափոխվեն Ժիրոնդի և Բորդոյի աղետի գոտիներ։ Եվրոպայում մոլեգնող հրդեհներին զուգահեռ անտառային խոշոր հրդեհներ են նաև Թուրքիայում։ Աղետն ընդգրկել է երկրի հարավային և արևմտյան շրջանները, մասնավորապես Անտալիան և Մուղլան։ Կրակը մոտեցել է զբոսաշրջային հիմնական գոտիներին, ինչը իշխանություններին հարկադրել է փակել մի շարք կարևոր միջպետական մայրուղիներ։ Միջազգային կառույցների նախնական գնահատմամբ անոմալ շոքերի և համատարած հրդեհների պատճառով Եվրոպայի հարավային երկրների տնտեսությունները կրել են շուրջ 47 միլիարդ եվրոյի վնաս։ Միայն Իսպանիայում հրդեհաշիջման ծախսերը հասել են 3 միլիարդ 27 միլիոն եվրոյի։ Բրյուսելի արտակարգ արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով միավորվել են 37 պետությունների ռեսուրսները, և ավիացիոն ու ցամաքային ստորաբաժանումները վերաբաշխվում են առավել տուժած շրջանների միջև։ Օդերևութաբանների գնահատմամբ կլիմայական փոփոխությունների պատճառով Եվրոպայում նման անոմալ երևույթների հավանականությունը աճել է 5 անգամ, իսկ հրդեհները վերջին տարիներին ավելացել են 57%-ով։ Ամառային շրջանը դեռ չի ավարտվել, իսկ օդերևութաբանները շոգային նոր ալիք են կանխատեսում։ Եվրոպական արտակարգ ծառայությունները շարունակում են գործել գերուժեղացված ռեժիմով։ Հասմիկ Մարտիրոսյան, Ռադիոլուր։